չունենք, ուղղակի իրավունք չունենք տուրք տալ որևէ քաղաքական գործընթացի։ 20-րդ դարում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների արդյունքում մոտարապես 13.5 միլիոն մարդ է սպանդի ենթարկվել։ Եվ հրեաների ցեղասպանությունը, եւ Ռուանդայի ցեղասպանությունը, Դերսիմի ցեղասպանությունը տարբեր տարածաշրջաններում եւ դրանք կոնկրետ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են եւ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը բնականաբար եւ բարոյական եւ քաղաքական պատասխանատվությունից չպետք է թույլ տալ որպեսզի խուսափի։ Հայոց ցեղասպանությունը ամենաճանաչելի ցեղասպանություններից է աշխարհում եւ նախորդ տարիներին եւ առաջին նախագահության տարիներին եւ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի նախագահության տարիներին Սփյուռքի հետ միասին եղել է Հայաստանի Հանրապետության օրակարգի առաջնային խնդիրներից մեկը եւ այդպես էլ պետք է պահել։ Հիմա այս գործող այսպես կոչված իշխանություններն իրականում կապիտուլյանտները նահանջողական, պարտվողական, վախկոտ եւ թուլամորթ քաղաքականության արդյունքում փորձում են այդ կերպ իբրև թե սիրաշահել Թուրքիայի բարեհաճությունը ստանալ, հայտարարելով, որ առաջնահերթություն չէ, բայց ուղղակի չեն հասկանում, որ դրանով կրկնակի հարվածի տակ են դնում հայ ժողովրդին։ Կրկնակի հարվածի տակ են դնում հայ ժողովրդին եւ ներկայի եւ ապագայի համար։ Դա թույլ տալ չի կարելի։ Ստացվում է ջահերով երթը 46 թվի եւ 48 թվի 46 թվի բանաձևին, 48 թվի եւ 68 թվի կոնվենցիաներին եւ դատապարտում եւ կանխարգելման հանձնառություն են ստանձնում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հանդեպ, իսկ ցեղասպանությունը ինքը որպես տերմին միջազգայինորեն ճանաչված, որևէ գենի, որևէ ազգության դեմ ուղղված զանգվածային հանցագործությունները սպանդը հենց այդ գլխավոր հանձնառություններից մեկն է։ Այս ակցիայի նպատակը բոլոր ժամանակներում, նաև այսօր, նաև վաղը, նաև ապագայում միշտ ուղղված է լինելու մի շատ կարևոր ուղերձի, այսինքն միշտ տալու է մի շատ կարևոր ուղերձ։ Երբեք մոռանալ չի կարելի, ուրանալ չի կարելի, հանդուրժել չի կարելի, պետք է հիշել, դատապարտել եւ կանխարգելել ապագայի բոլոր հնարավոր նմանատիպ հանցագործությունները։ Պարոն Զաքարյան, ցեղասպանության ճանաչման շղթան ըստ ձեզ կոտրվել է եւ ո՞րն է պատճառը։ Բավականաչափ հետեւողական չենք։ Ովքեր։ Մենք հայերս։ Չէ, հայերը հենց հետևողական են։ Հայաստանի այսպես կոչված իշխանություններն են, որ ընկրկել են սեփական հյուսած ծուղակների արդյունքում։ Իրանք հյուսած ծուղակներով իրանց երկիրը մեզ բոլորիս գցել են թուրք-ադրբեջանական ակցանի մեջ եւ հիմա այդ ճնշումների տակ փորձում են համոզել հայ ժողովրդին, որ հիմա պետք է այդ հարցը տեղափոխել ոչ կարևոր հարցերի շարքում։ Դա չի կարելի, ընդհակառակը, հիմա երբ որ մենք անվտանգության խնդիր ունենք, շատ ավելի բարձր է պետք խոսել աշխարհի հետ Թուրքիայի ժխտողականության մասին եւ բոլոր տիպի ցեղասպանությունների դատապարտելիության մասին։ Շնորհակալություն։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, մենք զրուցում էինք